երկիր, որտեղ որ համարում եք ժողովրդավար, սակայն այս երկիրը այդքան էլ ժողովրդավար չէ։ Այստեղ մարդու ամենահիմնական իրավունքներն են խախտվում։ Մենք եկել ենք այստեղ, որ բարձրաձայնենք մեր ձայնը այդ խախտված իրավունքների մասին։ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կեղծ է։ Նրա կեղծ արևմտամետությունը ամեն ինչ նրա մոտ կեղծ է։ Կեղծ է նաև նրա ժողովրդավար ու քրիստոնյա խաղաղասեր կերպարը, քանի որ այս կերպարի տակ թաքնված է բռնապետ, ով որ Հայաստանի բանտերում պահում է մարդկանց, ովքեր ուղղակի խոսք են արտահայտում իր դեմ։ Նա բանտերում պահում է այն մարդկանց, ովքեր հաշտ չեն այս իրավիճակի հետ, ովքեր հաշտ չեն, որ Հայաստանը գլորվում է ժողովրդավարության ամենավերջին սանդղակը, ովքեր հաշտ չեն, որ Արցախը կորել է, ովքեր հաշտ չեն, որ այստեղ արցախցիների իրավունքներն են խախտվում, ովքեր հաշտ չեն, որ քաղաքական ազատությունը կարծես թե արդեն վերանում է եւ ընտրական այս շրջանում բոլոր խախտումները կարողանում եք ներել նրան։ Դուք հովանավորում եք թե ֆինանսապես, թե հեղինակությամբ մի մարդու, ով ասում է, որ արցախյան հիմնախնդիրը այլևս փակված է։ Ես մի փոքր արտական բան եմ ուզում ասեմ։ Այսօր իմ տատիկի ծնունդն է, նա Գանձասարից է։ Ես վստահ չեմ, որ տատիկիս գերեզմանը կա։ Ես չգիտեմ, ով պետք է դրա համար դեր կանգնի, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ։ Ով պետք է նրանց համար պայքարի, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը ու մեր ղեկավարությունը։ Դուք հովանավորում եք նրան եւ այդպես լեգիտիմացնում եք նրա բոլոր ոչ իրավական քայլերը։ Մենք արժանապատիվ չենք ապրում այստեղ, բայց չէ որ ձեր կազմակերպությունների ու հիմքում է դրված մարդու իրավունքը, մարդու արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այդ ամենը խախտում է Հայաստանում։ Վերջ տվեք։